իրականում այսօրվա միջոցառման մեջ ես երկու կարևոր շեշտադրում ասեմ։ Առաջինը բարձրագույն տեխնոլոգիաների կիրառությունը կրթության ոլորտում, հատկապես մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանում երկար տարիներ զբաղվում է։ Մենք օգտագործում ենք տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթության ոլորտում, ունենք հայկական էլեկտրոնային պորտալ կրթական, ունենք շտեմարաններ, օնլայն դասագրքեր եւ այլն, բայց բարձրագույն կրթության ոլորտում հայկական բուհերը ամբողջությամբ չէին կարողանում օգտագործել այս գործիքը, այս հնարավորությունը եւ աշխարհին հետևել հեռավար դիստանցիոն կրթության, կրթության զարգացման մեջ։ Այս նախագիծը Հայաստանում լավագույն տեխնիկական այս միջավայրը իրականում լավագույն է։ Ես ուրախ եմ, որ այս քոլեջի ստեղծումից հետո նաև պետական մի շարք բուհեր սկսեցին ակտիվանալ այս միջոցով։ Երևանի պետական համալսարանում կա այլևս դիստանցիոն կրթության հնարավորություն, պոլիտեխնիկ համալսարանն իր մասնաճյուղերում արդեն սկսել ապահովել դիստանցիոն կրթության հնարավորություններ, Ագրարային համալսարանը Շուշի իր մասնաճյուղում դասախոսությունները կազմակերպում դիստանցիոն կրթության կեպերում, բայց լավագույն լուծումները, լավագույն ինժեներական միտք այստեղ է։ Երկրորդը իհարկե դա հայապահպանության այն շտեմարան էլեկտրոնային բովանդակությունը, որ կա հայագիտության ոլորտում ստեղծված այս համալսարանի, այս քոլեջի գործընկերների, իհարկե դժվար է գերադասել։ Հատկապես արևմտահայերենով կրթական ծրագրեր մատուցելը ընդլայնում է հնարավոր շահառուների շրջանը։ Այս գործիքի կարիքը մեր երիտասարդները, հայրենակիցները արտերկրում ունեն։ Եվ մենք շատ շնորհակալ ենք նախարարության կողքին այս ծրագրով հայտնվեց մի լուրջ գործընկերություն, մեզ օգնում է ծածկել սկզբի կրթական կարիքների դաշտը։ Մի բան պետք է նաև խոստովանենք, այն ինչ որ ես ասում եմ նաև բազմակերպիչներին։ Գործադրված ջանքերը այս ամեն ինչը ստեղծելու դեռևս չեն համապատասխանում այս համակարգից օգտվողների թվին։ Այսինքն համակարգը լավ հնարավորություններ է տալիս շատ ավելի լայն սփռել այս ծառայությունները, քան այսօր մենք ունենք փաստացի օգտվողներ եւ պետք է ձեզ խնդրենք պարբերաբար տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ նման բան գոյություն ունի, որ կարելի է այսօր սովորել հայերեն, կարելի է ծանոթանալ այս պետությանը մշակույթին, նաև դիստանցիոն կարգով, լինելով այս քոլեջի սանից։ Որպեսզի այս քոլեջը ավելի գերավիճ դառնա երիտասարդների համար, մենք բարեգործական միության հետ սկսում ենք քոլեջի լիցենզավորման գործընթացը։ Այսինքն քոլեջը դիմել է օրերս մեզ, որպեսզի Հայաստանում պաշտոնապես ստանա բարձրագույն կրթական ծառայություններ մատուցելու լիցենզ, ինչը նշանակի, որ բարեհաջող անցնելուց ամբողջ process-ը պոտենցիալ ուսանողները կարող են ավարտելուց հետո ստանալ նաև պետական նշի։ Այսինքն սա ոչ միայն ոչ ֆորմալ կրթություն կա, այլ ֆորմալ կրթություն։ Եվ ինչը իհարկե պետք է բարձրացնի գրավչությունը։